Մենք իհարկե եթերում ենք շարունակում ենք լավ տրամադրությամբ մի ամբողջ տարի պետք է բարի գործ անել ու լավ տրամադրվել մեկը մյուսի նկատմամբ, բայց չգիտես ինչու ամանորին ընդառաջ այս հետաքրքիր զգացողությունը մարդկանց մեջ ավելի ցայտուն են դառնում եւ հետաքրքիր բարեգործական մի նախագծի մասին խոսելու ենք մեր հյուրի հետ։ Երևանում կանանց միջազգային միավորումը iWay-ը շահույթ չհետապնդող ոչ կրոնական, ոչ քաղաքական, հասարակական կազմակերպություն է, որ իր շուրջն է համախմբել Երևանում բնակվող արտասահմանցի եւ տեղացի կանանց, իսկ թե ինչու կիմանանք հենց նրանից։ Ներկայացնենք մեր հյուրին, Երևանում կանանց միջազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Լիաննա Մինասյանն է մեր հյուրը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար եւ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ինչպես է սկսել առավոտը այսօր։ Մի փոքր մարտական, որովհետև այս շաբաթ մեզ համար շատ կարևոր է, քանի որ մեր բարեգործական տոնավաճառը տեղի ունենալու հենց այս շաբաթ օրը եւ նախապես ինչքան էլ մեկ տարվա ընթացքում կամ մի քանի տարիների ընթացքում այս աշխատանքը կատարել ենք, որտեղ սա մեր տոնավաճառի 13-րդ թողարկումն է, 12 տարի շարունակ արել ենք, բայց վերջին օրերը գիտեք, որ ավելի հագեցած եւ կարևոր պատասխանատու օրը մոտենում է, այդքան ավելի լարված է, չէ՞ թիմը, իհարկե։ Հաճելի լարվածություն։ Բայց կխնդրենք նախ պատմեք մի փոքր հասարակական կազմակերպության մասին, ինչպես այն ստեղծվել, ինչ նպատակով եւ առհասարակ ինչ գործունեություն է ծավալում, այնուհետեւ կանցնենք արդեն տոնավաճառին։ Կազմակերպությունը սկզբից ուղղակի ակումբային տեսք ուներ եւ ուղղակի կանայք էին, օտարերկրացիներ, որտեղ այստեղ հավաքվում էին եւ մի քանի տեղացի կանանց հետ ծանոթություն հաստատելով սուրճ էին խմում, հետո որոշեցին, որ միայն սուրճ խմելը բավարար չէ, քանի որ այնպիսի իրավիճակ է, որ կարող են նաեւ իրենց երկրի օրինակներով կամ իրենց մասնագիտություններից ելնելով ինչ որ դրական բարի գործ անել եւ այդպես սկսեցին բարեգործական փոքրիկ նախագծեր իրականացնել եւ 1-2 տարի անց որոշեցին հիմնադրել կազմակերպություն անվանակոչելով iWay, այս ձևաչափը գրեթե աշխարհի բոլոր երկրներում գոյություն ունի եւ բոլոր կազմակերպությունների նպատակը iWay-ի ձևաչափով իրենք կոչվում են ասոցիացիաներ, ակումբներ եւ այլն, նույնն է։ 3 հիմնական նպատակ ունենք, այսինքն օտարերկրացիներին, որոնք ժամանում են Հայաստան, տալ, այսպես ասած, ցանց network, որտեղ մարդիկ կարող են հաղորդակցվել, ապահով միջավայր ունենալ, կիսվել նորություններով, իմանալ ավելին։ Երկրորդը մեզ համար շատ կարևոր է, որ մեր օտարերկրացի հյուրերը ժամանելով Հայաստան կարողանան ճիշտ եւ վստահելի աղբյուրներից ունենան տեղեկատվություն մեր մշակույթի, պատմության, արվեստի, հայի եւ ընդհանրապես հայկականության մասին։ Քանի որ ցավոք սրտի դեռևս Հայաստանում հասանելի չեն օտարերկրացիների համար օտարալեզու միջոցառումները, հիմնականում մի քանի թանգարանում եւ այլն կան, բայց մենք սովորաբար աշխատում ենք հատուկ ձևաչափով, հատուկ միջոցառումներ կազմակերպել, լուսաբանելու եւ ինչպես նաեւ փոքրիկ, այսպես ասած, դեռևս չբացահայտված բոլորի համար կամ հանրայնացված արվեստանոցներ, նկարչական ակումբներ եւ այլն իրենց ներկայացնելու, որպեսզի Հայաստանը ավելի հասկանալի եւ մատչելի լինի։ Իսկ բավականին լայն գործունեություն եք ծավալում եւ միայն սուրճ խմելով այլևս արդեն չեք բավարարում։ Սուրճի հետաքրքրությունը արեց։ Ի վերջո այստեղ նշեցինք, որ մի գաղափարի շուրջ եք հավաքում Երևանում բնակվող արտասահմանցի եւ տեղացի կանանց, բայց ամեն դեպքում մի փոքր լոկացիայի առումով եկեք կենտրոնացնենք, ասելով արտասահմանցի դեպի որ ուղղությունն է ավելի ակտիվ եւ ովքեր են մեզ միացել։ Մենք ուղղություն չունենք, որովհետեւ մեր օտարազգի անդամները սկսած Ֆիլիպիններից մինչև Լեհաստան, ԱՄՆ սահմանափակում չկա, նրանք ովքեր բնակվում են Հայաստանում եւ ովքեր արտասահմանից սկսած գիտեն մեր գործունեության մասին կամ նմանատիպ կազմակերպությունների մասին, իրենք միանգամից փնտրում են, որ արդյոք այս երկրում կա այս կազմակերպությունը գործում է, ինչքան ակտիվ է, ինչպես է վարում եւ հայտը դիմումը ներկայացնում են, միանում են մեզ եւ այսպես։ Այսինքն բոլորովին վերջերս 2 ամիս առաջ մենք հյուրընկալեցինք Ինդոնեզիայից համանման պատվիրակություն, որ այցելել էր Հայաստան ճանաչողական այցով, այնպես որ այս ձևաչափով մենք անգամ համագործակցում ենք օտարերկրյա կազմակերպությունների հետ, անցած տարի դանիական պատվիրակություններ եւ այսպես փորձի փոխանակում։ Հաճելի է, որ աշխարհում տեղյակ են նախ այս նախաձեռնության մասին։ Եվ կապը պահվում է նաեւ միջազգային այդ նմանատիպ ակումբների եւ ասոցիացիաների հետ, իհարկե հրաշալի է։ Լավ, խոսենք տոնավաճառի մասին, սկզբում նշեցիք, որ 13-րդ անգամ պետք է անցկացվի, առհասարակ որն է ձևաչափը տոնավաճառի, ինչ է ներկայացվում տոնավաճառի ընթացքում եւ ինչպես է կազմակերպվում այս վստահ եմ շատ բարդ գործընթացը։ Այո։
Շնորհակալություն հարցի համար, գիտեք, ամենասկզբից ուզում եմ ընդգծել, որ մեր տոնավաճառը տարբերվում է մյուս բոլոր տոնավաճառներից նրանով, որ մեր բոլոր անդամները կամավորներ են։ Այսինքն մեր նախաձեռնությունը շահույթ չհետապնդող, բիզնես նպատակ չունեցող միջոցառում է, որի նպատակն է միջոցառման ամբողջ հասույթը ուղղել այվեի բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Այվեի բարեգործական ծրագրերը իրականացվում են հիմնականում եւ բացառապես սահմանամերձ եւ հեռավոր գյուղերում, հիմնականում նպաստելով կանանց եւ երեխաների բարեկեցությանը եւ հմտությունների զարգացմանը, ինչը մենք շատ կարեւորում ենք սահմանամերձ շրջաններում։ Երկրորդ կարևոր կոմպոնենտը մեր բարեգործական տոնավաճառի նա է, որ մենք փորձել ենք ի սկզբանե խթանել փոքր եւ միջին ձեռներեցներին աշխատանքը, որովհետեւ մեծ բիզնեսները բնականաբար ունեն մեծ հարթակներ իրենց բիզնեսը ներկայացնելու, իսկ փոքր արվեստի ներկայացուցիչները, արհեստագործները ավելի նեղ շրջանակներ են կարողանում իրենց ձեռքի աշխատանքները եւ արտադրանքը ներկայացնել։ Սա առիթ էր, որպեսզի իրենք կարողանային իրենց տրամադրվեր հարթակ ավելի լայն շրջանակներին, այդ օրերին, ամանորյա օրերին, այսպես ասած, մի փոքր ավելի ուրախությամբ եւ ավելի մեծ հասույթով դիմավորելու։ Եվ երրորդ կոմպոնենտը մեր բարեգործական տոնավաճառի նրանով է տարբերվում, որ մեր գործընկերները այստեղ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններն են, որոնք հանդես են գալի իրենց տաղավարներով, իրենց ներկայացնելով իրենց մշակույթը, իրենց արհեստագործներին, եւ այս տարի մենք մի փոքր ավելի ներմուծել ենք դիվանագիտական մշակույթային դիվանագիտության կոմպոնենտը, նաեւ իրենք հանդես են գալու իրենց երաժշտական համարներով։ Այս երեք հիմնական ուղղությունները, որ տարբերվում են մյուս բոլոր Շատ իսկ Հայաստանում մարզերից ձեզ միացող կանանց ակտիվության վերաբերյալ ինչ կասեք, ինչպես եք գնահատում։ Փորձում ենք խրախուսել, հիմնականում նաև այն կանանց կամ այն նախագծերի միջոցով, որոնք արդեն իրականացվել են, որոնք ծանոթ են այվեի գործունեությանը, որոնք որ հանկարծակի են գալի, որ ոնց կարող է լինել կազմակերպություն, որ առանց որևէ շահի կամ առանց որևէ երկրորդ մտքի իրենց աջակցություն է առաջարկում, իրենց առաջարկում է ինչ-որ նոր հնարավորություններ ունենալ եւ այլն, եւ օրինակ այս տարի, երբ որ մենք Ստեփանավանում Ուրասար բնակավայրի մանկապարտեզի ցանկապատը կառուցեցինք, այն կազմակերպությունը, որը օգնել էր մանկապարտեզին դիմել ծրագրի համար, իմանալով նախագծի մասին, տեսնելով աշխատանքները, ասացին, որ մենք անպայման Լոռու մարզի կանանցով միանալու ենք եւ այս տարի ներկայացված են լինելու։ Նույնպես նաեւ Խնձորեսկի կարպետագործության դասընթացները, որ կազմակերպում ենք Խնձորեսկի կանանց համար, իրենք նույնպես միանալու են մեր բարեգործական տոնավաճառն, այսպես շատ մեծ մասշտաբներ չունենք, բայց փորձում ենք այն կետերում, որտեղ որ թողել ենք մեր մատնահետքը, շարունակել համագործակցությունը, խորացնելով այն։ Հետաքրքիր է ինչպիսին է հանրության արձագանքը առհասարակ, քանի որ 12 տարի շարունակ տեղ է ունենում տոնավաճառը, ինչպիսի ակտիվություն եք նկատում արդյոք տարիների ընթացքում ավելանում է աճ այցելուների եւ առհասարակ ինչ արձագանքներ կան հենց իրենցից։ Ասեմ, որ հենց դուք տվեցիք հարցի պատասխանը մի փոքր, որովհետև եթե միջոցառումը 12 տարի հաջողել է, շարունակում է եւ մեր մասնակիցները շարունակում են գալ ներկայանալ իրենց տաղավարներով եւ հոսքը մարդկանց ապահովվածը բնականաբար հաջողված է եւ մենք ամեն տարի փորձում ենք նորամուծություն բերել, նոր կոմպոնենտ ավելացնել, որովհետև հիմա եթե Երևանում նկատում եք, գրեթե ամենուր տոնավաճառներ են, գրեթե ամենուր սա հասանելի, այսինքն պիտի միշտ աշխատենք ավելի հետաքրքիր դարձնելու եւ այդ նպատակով նաեւ յուրաքանչյուր նվիրատու, ով կարող է բարեգործական տոնավաճառի ժամանակ նվիրատվություն կատարել ի նպաստ այվեի բարեգործական ծրագրերի, հնարավորություն է ունենալու մասնակցել խաղարկությանը, որի ընթացքում խաղարկվելու են բազմաթիվ հետաքրքիր նվերներ, ունենք նաև մեծ անակնկալներ, այնպես որ սիրով սպասում ենք բոլորին իրենց փոքրիկ ներդրումը ունենալ մեր նախաձեռնությանը եւ հաճելի օր անցկացնել մեզ հետ, ինչպես նաև բարձր տրամադրությամբ եւ հուշանվերներով
սովորելով վերադառնալ տուն։ Հետաքրքիր է նաև իմանալ կանանց տարիքային խմբերի մասին, որովհետև երիտասարդ կանայք ու աղջիկները ունեն կյանքի այլ ընկալումներ եւ մտածողություններ, հասուն տարիքի կանայք այլ, իհարկե բոլորը գուցե լինեն ճիշտ, բայց ամեն դեպքում հետաքրքիր առաջարկներ կարող են անել նաև երիտասարդները։ Արդյոք միանում են ձեզ երիտասարդ աղջիկները, թեկուզ որևէ արհեստ կամ մշակույթի որևէ մի ոլորտը ներկայացնելով։ Այո, ունենք բազմաթիվ վենդերներ, արհեստագործներ, որոնք երիտասարդներ են, հենց զարդեր, օճառներ, թեյեր, ունենք այդպես։ Բայց այստեղ մի հատ շատ կարևոր կոմպոնենտ ասեմ, որ մենք չենք սահմանափակում միայն մեր կամավորներով, մենք հրավիրում ենք տարբեր դպրոցների աշակերտներին, այս տարի ունենք այբ դպրոցից կամավորներ, Շիրակացից, որոնք միանում են մեզ հենց այդ օրը հաղորդակից դառնալով, իրենց փոքր ներդրումը բերելով, բայց նաև սովորելով կամավորի առաքելությունը եւ տարեց տարի արդեն 3-րդ տարին է իրենք մեծ հաճույքով միանում են, աշխատում են, ոգևորվում են եւ նաեւ այս գործը պիտի տարածվի, այսինքն չսահմանափակվենք միայն այով, ասեմ, որ մեր հիմնադրման ժամանակ անդամների թիվը 24-ն էր, կոവിഡ്ից հետո նվազեց մինչեւ 17-ը, այսօր ունենք 70 անդամ։ Հրաշալի։ Ես առաջարկում եմ նաեւ արդեն ամփոփելով մեր զրույցը, մեր հեռուստադիտողներին ասենք, թե նախ ինչպես եւ երբ կարող են մասնակցել տոնավաճառին եւ առհասարակ եթե փորձեն մասնակցել ՀԿ-ի կողմից կազմակերպվող նաեւ այլ միջոցառումների, գուցե նաեւ անդամակցել, ինչպես կարող են միանալ ձեզ։ Սիրով, կհրավիրեմ մեր բոլոր հեռուստադիտողներին այս շաբաթ օրը ժամը 10-ից մինչև երեկոյան ժամը 7-ը գալ միանալ մեզ, բարեգործություն անել եւ վստահ լինել, որ այդ բարեգործությունը ուղղվելու է մեր սահմանների ամրապնդմանը, իսկ թե որտեղ եւ ինչ միջոցառումներ են նախատեսվում ավելի մանրամասն երեխաների համար զվարճանքի ծրագրերը կարող եք այցելել մեր Facebook-յան էջ կամ մեր վեբսայթ www.iwayyerevan.org հասցեով կամ ընդհանրապես ինտերնետում Google-ում փնտրել iWay Charity Bazaar եւ կտեսնեք բոլոր մանրամասները, սիրով սպասում ենք։ Դուք էլ մանրամասը ներկայացրեցիք այն, ինչ տեղի ունենալու եւ նաեւ ձեր մասին։ Շնորհակալություն սիրելի Լիանա Մինասյան, առավոտը մեզ հետ սկսելու համար, ձեզ օրվա դրական շարունակություն։ Մենք կվայելենք այս պահին երաժշտական տրամադրությունը, կվերադառնանք ու կշարունակենք համեցեք։